Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Լույսի բանակ ռազմահայտնասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Կարեն Արայանին։ Պարոն Արայան, ողջունում ենք ձեզ մեր տաղավարում եւ կցանկանամ մեր հարցազրույցը սկսենք եկեղեցի պետություն հարաբերություններից, տեսնում եք ինչ լարված է իրավիճակ է, հետաքրքիր է այստեղ լսել ձեր տեսակետը, դուք ինչ եք կարծում, ինչից սկսեց եւ հատկապես ով է մեղավոր։ Մի քիչ բարդ է պատասխանել, որովհետեւ եթե նկատել եք ես կոնկրետ այս հարցում ոչ այն կողմում կամ ոչ այն խոսքը հանձերի մասին է, եկեղեցին բնականաբար իմ համար այլ թեմա է։ Ես չգիտեմ, ես անձերի հետ կապված անկեղծ ոչ մեկին էլ չկամ, ես ուղղակի այս թեմայի մեջ չկամ։ Ինչի համար, ես շատ հոգևորականների հետ իմ իմանալու համար առհասարակ ինչ է կատարվում, խոսալուց հետո ինձ ասեցին ու բոլորը նույն բանը, որ եկեղեցում չկա կանոնակարգ ինչ-որ միանձնյա որոշումներ են բան։ Ներողություն եմ խնդրում, պարոն Արայան, բայց Մայրաթորը հայտարարեց, որ կանոնագիրքը իրենք ունեն։ Ուղղակի Փաշինյանը իր թիմն է այդպես տարածում։ Ես ասում եմ, ինչ ինձ ասել են ու ոչ թե հաստատում եմ տենց է, այլ ուղղակի իմ ունեցած ընկալումը այս ամեն ինչի մասին, ինչի հիման վրա է ներկայացնում եմ դա։ Ու որ չգիտեմ, իբր դրա համար իրանք Նիկոլիկո ես մենակ մի բան գիտեմ, անկախ նրանից եկեղեցու ներսը ճիշտ է, սխալ է, ինչ է, եթե անգամ պետական այրը ուզում է խառնվի ու այդ ամեն ինչը փոփոխի իբր բարեկարգի, մի հատ ամենապրիմիտիվ բանը վերցնենք, եթե դու տենց եկեղեցով տառապող ես, քրիստոնեությունը քո համար կարևոր է, հարց ինչի՞ չես քրիստոնեությունը դարձնում պետական կրոն։ Այսինքն ես կարամ դիտարկեմ, որ սա հերթական կապիկությունն է, ինչ որ անձնական շահից ելնելով կարամ։ Որում քննարկում են, որ սահմանադրությունը անհրաժեշտություն ունի փոխելու։ Բնականաբար դա պետք է սահմանադրության փոփոխությամբ արվի, որովհետև 95 թվականի հուլիսի 5-ին հենց սահմանադրության փոփոխությամբ քրիստոնեությունը դուրս եկավ Հայաստանի որպես պետական կրոն կարգավիճակից։ Բնականաբար նույնությամբ էլ պետք է վերականգնվի դա չի հարցը, բայց սրա փոփոխվող սահմանադրությունը բացարձակ եկեղեցու հետ կապ չունի, իր մտադրությունը փոփոխելու սահմանադրություն, դա բացառապես մեր ազգային արժեքների հիշողության ու պահանջների վերացումն է, այսինքն մենք որպես ազգ սրա այս նպատակային փոփոխությունից հետո սահմանադրության մենք ուղղակի դառնալու ենք ինչ-որ վարչատարածքային զանգված, ոչ թե կոնկրետ ինչ-որ երկրի կոնկրետ ազգ, որովհետև ազգը, որը չունի իր ազգային հիշողությունը, պահանջը, քանի կոպեկ արժի այդ ազգի ապրելը որպես ազգ։ Ես կոնկրետ, երբ ինձ ասում են, բա ձեր դեպքում ինչ ոնց, ես ասում եմ, ես բացարձակ չունեմ որևէ մեկի կարգադրանքով, խնդրանքով, հորդորով փոփոխություններ անել նենց, որ իմ երկիրը հանձնեմ ինչ-որ, չգիտեմ, արևմտյան գեոկոնսերվատիվ դիլերի կամ մոսկովյան բանկիրի։ Իմ երկիրն է սա, մեր երկիրն է, մեր հողն է ու մենք ունենք ազգային հիշողություն, պահանջ ու դրա մեջ այո մտնում է նաև եկեղեցին, որը պետք է պահպանվի։ Եթե ժողովրդիդ ազգիդ 80%-ը, 51 լինի, դա արդեն մեծամասնություն է, քրիստոնյա են, ապա անկախ քո դիրքորոշումից դու պարտավոր ես հարգել դա ու եկեղեցին անկախ քեզանից էլ կընդունես հարազատ, որովհետև դա արտացոլումն է քո ազգի, դա էլ է միասնականության մի աղբյուր ու դա էլ է պատճառ, որ այսօր տենց կոնկրետ եկեղեցու հետևին, եկեղեցու մեջ գնաց կոնկրետ պառակտում բաժանվեցին երկու մասի, կեսը աջակցում է վեհապարին ներկայիս, կեսը Նիկոլին։ Միակ բանն էր մնացել, որ տենց միասնական է եւ միասնության ես չեմ հերիքի, որ դա նաև որոշ հոգևորականների պատճառով է, որ իրանք բացահայտ մտան քաղաքական դաշտ։ Ոչ մեկ չի ասում, որ պետք է հոգևորականը չխոսա, չմտածի իր ընդհակառակը, բայց ունեք հոգևորականներից։ Մեկը չի, քանիսին ասեմ, մեկը Նիկոլի կողմից, մեկը Քոչարյանի կողմից, մեկը հոգևորականներին Նիկոլ, Քոչարյան, Սերժը դարձրին իրանց շահերը սպասարկող խամաճիկների, թող վատ չզգան տվյալ հոգևորականները, բայց միգուցե ինչ-որ ազդեցության տակ, միգուցե իրանց հայրենասիրական լարերի վրա խաղալով իրանց հանեցին այս դաշտ ու սարքեցին գործիք,
Փաշինյանի աջակիցները ասում են եկեղեցին սկզբից սկսեց քաղաքականությամբ զբաղվել, եկեղեցու վեհապարի աջակիցներն էլ ճիշտ հակառակն են ասում։ Ձեր դիտարկմամբ ով սկսեց առաջինը։ Ես չգիտեմ ով սկսեց։ Ամեն դեպքում խոսքս կիսատ մնաց, եթե նույնիսկ եկեղեցում կա փոփոխելու բան, դա Նիկոլը չի որ պետք է անի։ Նիկոլը այն կերպարը չի որ ասում դու ուրեմն քեզ մաքրի հետո անցի եկեղեցում։ Ինքը այն չի, ինքը առասարակ ինչի իրավունք ունի բարոյապես օգտվելով ազգի լռությունից, հոգնածությունից, որի մեջ էլ մեծ դեր են ունեցել նաև նույն նախկին իշխանությունները, այդքան քայլացնելով, խաբելով, չգիտեմ ինչ։ Այս մարդիկ չգիտեն էլ որ կողմի ինչ են, կողքից նայում են։ Ու դրանից օգտվելով որ մի օր եկեղեցի է ուզում մաքրի, մի օր բանակա կրճատում, մի օր չգիտեմ ինչ է անում։ Ամփոփելով եկեղեցի պետություն հարաբերություններ թեման, կցանկանամ նաև նշել, արդյոք դուք տեսնում եք արտաքին աշխարհի ազդեցությունը, այլ երկրների ազդեցությունը այս թեմայում։ Տեսեք, ինչքան ժողովուրդը լուրը չի խառնվում ինքը իր ճակատագրին, այնքան այո արտաքին ուժերը կդիրքավորեն այստեղ ցանկացած հարց։ Առաջի մեղավորը մենք ենք, որովհետև այսօր 1000 մասի բաժանված ազգ լինելով ամեն մեկը մի դրոշակ վերցրել գնում առաջ։ Մեկը բանա քրիստոնեություն է քարոզում, մեկը հեթանոսություն, մեկը Եվրոպա, մեկը Ամերիկա, մեկը Ռուսաստան, մեկը ասում ոչ մեկի չնայենք, իրան էլ պիտակավորում են ուտոպիստ, ոնց որ ինձ, երբ որ ասում են մեզ ոչ մեկ պետք չունենք, ամեն ռեսուրսն ու պոտենցիալը ունենք։ Էլ չեմ ասում նույն կրոնի մեջ անգամ ես գիտեմ կա մի աստված, մի քրիստոնեություն, մի հետևելու, հավատալու ընդհանուր միացած, միասնական հավաք։ Բայց արյութս էդել են բաժանել տակից ընդեղ, չգիտեմ, Եհովայի վկա, կյանքի խոսք, չգիտեմ ինչ, ցանկացած առումով, ցանկացած ասպարեզում, մինչև են ամենամանրակրկիտ հատված, պառակտված են։ Այս դեպքում մեր մոտ բացառվում է որևէ հաղթանակ։ Ու ես կհորդորեմ ուղղակի իմ ազգին, իմ ժողովրդին, որ դառնանք, վերցնենք ամեն ինչից ընդհանուրը ու կարևորը, հավատքի հարցը, կրոնի հարցը, ունենք մի հատ առաքելական եկեղեցի ու վերջ։ Ազգայինն է, ունենք ազգային նպատակ, գաղափար, պահանջ, վրեժխնդրություն, համախմբվում ենք դրա շուրջ։ Չգիտեմ, քաղաքականն է, քաղաքականը պետք է, ես նեղվում եմ ամենաշատը մեր իրականության մեջ ինչից, որ մեր հասարակությունը քաղաքականապես կրթված չի։ Ինքը նայում է ուղղակի կենցաղի մակարդակի լոլոներին։ Երբ որ դու խոսում ես մի քիչ խորքային, քեզ անպայման ասում են, ինչ անհասկանալի բաներ ես ասում, բայց մանավանդ երբ այդպես ինչ-որ տերմինաբանություն չես օգտագործում, ուղղակի խոսում ես խորքային քաղաքականությունից չեն հասկանում, որովհետև սովորել են քֆուր մեղադրանք, քո տիրոջները այնի ասիպադուխի ғալատ է սարը թալանեցի, թալանչի, այս պրիմիտիվ բառերի շուրջ է մեր ամբողջ քաղաքականությունը։ Միասնականության համար, որ ասես մեզ պետք է քաղաքական այս ուղղվածությունը, վստահաբար ասում եմ 98%-ը տեղյակ չի, ինչ է միլիտարիզմը, ինչ է սոցիալիզմը, կապիտալիզմը, լիբերալիզմը, չգիտեմ, նայում են կերպարին, լավ է խոսում են, մեկին լավ կվրտեց, չգիտեմ, ինչ է, կապիկություն լավ է, լավ շև լավ է։ Ես հորդորս է կրթվել քաղաքականապես, ուսումնասիրել դժվար չի, կես ժամ, այսօր համացանցի դարա, բացեք մետ նայեք քաղաքական բոլոր ուղղվածությունները, որը ինչ է, ձեր ամենահավանածը, ով է հետևորդը դրա մեր քաղաքական դաշտում։ Մի հատ առանձին ուսումնասիրել, որովհետև նայեք հին Հունաստանում այն ով քաղաքականությամբ չէր զբաղվում, խոսքը մի քանի հազար տարի առաջվա մասին է, անվանում էին իդիոտ։ Ու երբ որ հարցնում էին ինչի է քեզ մարդուն անվանում իդիոտ, որ քաղաքականությամբ չի զբաղվում, ասում էին հա, նրա համար որովհետև ինքը չի մասնակցում իր ճակատագրի ձևավորմանը։ Այսինքն նմանվում ես բույսի։ Դա հերոսություն չի, երբ որ ինչքան մարդ կա, որ իրան թվում է հերոսություն, մենք քաղաքականությամբ չենք, դա վատ է։ Որովհետև ուզես չուզես, տեսեք, կարծեմ Վազգեն Սարգսյանն էր, չէ՞ որ ասել էր կռվող տղեկին մի խառնեք քաղաքականությանը։ Ցանկացած լարված իրավիճակում ես դիրքում եմ։ Դա բազմիցս ապացուցվել է։ Ես այդ կռվող տղա հասկացողության մեջ եմ։ Բայց ես չեմ կարող քաղաքականության վրա աչք փակեմ, որովհետև ես չեմ կարող լինեմ զուտ
չեմ ուզում կոպիտ ձևակերպեմ, բայց այն որ դու բան մի իմացի, ասեն կռվի, գնա կռվի, ես ռոբոտ չեմ։ Ես ազգայնականություն հասկացող մարդ եմ, ես պետականություն հասկացող մարդ եմ։ Ու երբ որ ես գնում եմ կռվի, ես պետք է հասկանամ դրա դրդապատճառը, ես պետք է հասկանամ իմ կռվին մասնակցելուց հետո ո՞նց եղավ, որ հիմա Արցախը մերը չի։ Առաջի Արցախյան պատերազմի ժամանակ հենց այս գաղափարով, որ մենք չենք խառնվում քաղաքականությանը, մենք հաղթեցինք ու չիմացանք ինչ անենք այդ հաղթանակի հետ։ Վերցրեցին sense խմբավորումներ որոշ, մի քանի հոգուց բաղկացած, այդ հաղթանակը դարձրին իրանցը, երկիրը դարձրին իրանցը, կերան, խման, քեֆարին ու մինչև այսօր իրար պաստալով գնում են եկե հասել ենք Նիկոլին, իսկ մենք մինչև հիմա ասում ենք, բայց այն ժամանակ մենք կարել ենք, ու անգամ այդտեղ ապարակտում գնում, մեկ ասում է ռուսը չխանգարեր, ավելի շատ կկարեինք, մեկն էլ ասում է ռուսը չօգներ, մենք կրվելու ենք, ստեղ էլ է գաղափարային պառակտում, բայց այս թեման էլի կարամ հուշեմ, որ ուղղակի Վասիլյանի խոսքը լսեն, ինքը իմ համար առաջի Արցախյանի հերոս է ու բոլորի համար, ազգային հերոս Վասիլյանի մասին է խոսքը։ Պարզ ասում է, սովետական ռուսական բանակը չլինի մինչև Բաքու հասնենք, այսինքն անգամ այդտեղ է մեզ ռուսը խանգարել, ու ստեղ պառակտման բան էլ չի կարալ։ Յուրաքանչյուրը անկախ իր մասնագիտությունից, արվեստագետը, զինվորը, ով ուզում ալնի, պարտավոր է իր ճակատագրի ձևակերպմանը մասնակցելու, իսկ մեր ճակատագիրը այսօր որտեղ է ձևավորվում։ Մենակ քաղաքականության մեջ, ոչ բիսեդկեքի զրույցներում, ոչ տաքսիներում, ոչ էլ խնջույքների ժամանակ։ Եկեք բոլորս ձևավորենք մեր ճակատագիրը նենց, ոնց մենք ուզում ենք ու իրականում ինչի արժան ենք, հորդորոսը։ Անդրադառնանք ձեր քայլերին, ձեր գործողություններին, առաջիկայում էլ պատասխանատու տարի է 2026 թվականը տեղի ունենալու համապետական ընտրությունները ամռանը։ Ինչ քայլերով, ինչ գործողություններով եք գնում դեպի ընտրություններ։ Գնալ ընտրությունների սրա օրոք, դա նշանակում է մասնակցել Նիկոլի հերթական հաղթանակին։ Այդ դեպքում ինչ անել։ Հեղափոխություն։ Վերածննդի շարժումը չի դադարել, վերածննդի շարժումը, այսինքն չի ավարտվել, ուղղակի ելնելով հանգամանքներից վերցրեց դադար։ Ինչ հանգամանքներ կային բացահայտելու համար։ Կային քաղելու դասեր, որոնք քաղեցին։ Այժմ առանց սխալվելու իրավունքի դուրս կգան։ Ու դա իմ իմացած միակ ճանապարհն է երկրի փրկության, որովհետև նայեք, ես ընտրությունների ինստիտուտի դեմ ոչ մի բան չունեմ, բայց սրանց օրոք, երբ ոչ մեկ խիզախություն չունի որևէ մի բանի համար պատասխանատվություն վերցնելու, տեսեք այս բանի հետ կապված վառօրինակ թուրքական շտապօգնության մեքենան մտավ Հայաստան։ Երբ հայրենասեր մարդիկ բարձրաձայնեցին դրա մասին ու իրանց բողոքի ձայնը ցույց տվին որպես հանրային պահանջ ու հանրային բողոք, փորձեցին այդ ինստիտուտը ավիրել, դա էլ է ինստիտուտ, հանրային արձագանքը դա լուրջ ինստիտուտ է։ Ու ոնց փորձեցին, ձեռ առնելով ճակերտներով գրելով հայրենասեր, իբր ինչ է խառնվել իրար։ Որոշ տգետներ դուրս եկան, ասին դա թուրքական չի, կարմիր մահիկա, ինչ է։ Ինչ եմ ասում տգետ, որովհետև դժվար չի պետհամարանիշներով հասկանալ, որ դա թուրքական պետական ծառայության մեքենա էր։ Մեր լիքը հարցումների արդյունքում, որ ուղարկվեց առողջապահության նախարարություն, ՊԵԿ, ԱԱԾ-ն հաստատեց, որ դա թուրքական մեքենա էր։ Ու այդ մարդիկ որտես փրփրոտ խոսում էին, որ թուրքական չի, ինչ է խառնվել իրար, հիմա չեն ասում ներողություն, դե անցավ, չանցավ ոչինչ։ Ու չկա, մենք մինչև հիմա ոչ իրավական, ոչ անվտանգային հիմնավորում չենք ստացել, ոչ ԱԱԾ-ից, ոչ առողջապահության նախարարությունից, ոչ էլ ՊԵԿ-ից։ Ստիպված երեք հարցադրումով դիմում ենք ուղարկել Ստեֆանի Ռեստին, Ֆրանսիայի առողջապահության նախարարություն, որ ելմետ ասեք այդ փաստը կա, թե չէ 8 օր կոմայի մեջ մարդու Ֆրանսիայից շտապօգնությունով բերում եք, ում եք դրա ապուշի տեղ։ Ես ասում եմ, այս մի թարմ օրինակը, այս բարդակ վիճակը, այս համակարգի մեջ ինչ-որ մեկը ադեկվատ մարդ կա, որ հույս ունի ընտրություններով ծիտիկը դնի ու հարց կլուծի։ Այդ ծիտիկի վրա դարերով, մենակ Հայաստանում չէ, ամբողջ աշխարհում թքած ունեն բոլորը, ձեզ տալիս են պատրանք, իբր դուք հարց լուծեցիք, այդ դուք ընտրեցիք, դուք քիչ էիք դրա համար այն անցավ։ Վերջապես ցանկացածը ով երկրի ղեկին է, ինքը առնվազն ունի
500,000 պետական ռեսուրս առնվազն ու նախ ցանկացած տեխնացու պետք է երաշխիք տա իրան ընտրողներին, որ ինքը այդ 500,000-ի շեմը գոնե կանցնի, ինչը ստանդարտն է, ուզես չուզես դա կա քնած։ Նոր հետո էլ մի հատ էլ փորձի ասի, որ ինքը կարա հաղթի։ Այսինքն ոչ մեկ չի կարող այդ երաշխիքը տա, ու ոչ մեկ չի կարող հաղթի։ Սա փաստ է։ Ու դա գիտակցելով գնաս ընտրության, դա նշանակում է, որ դու գնում ես զուտ թուլապայ մի հատ տեղ գրավելու աթոռի կռիվ։ Երբ մեզ էին ասում աթոռի կռիվ, ես հիմա հակադարձում եմ, ես աթոռի կռիվանողն էի, ձեզ ինչ է թվում, ես որ ընտրությունների մասնակցեմ, հեչ ձեն չեմ կունենա։ Բավականին կունենան քան շատերը, բայց ինձ այդ աթոռը չի պետք։ Այսինքն այդ աթոռը իմ համար գլխավոր նպատակ չի։ Դա իմ գլխավոր նպատակները իրականացնելու համար միջոց է։ Սենց տենից առանց աթոռ ոչինչ չես կարող անես։ Բայց դրա համար կա այս համակարգին դեմ դուրս գալով, այսինքն ի սկզբանե մերժելով շարժվել առաջ, ոչ թե այս համակարգի կանոնը կարգով գնալ ընտրության, ինձ էլ ինչ հասնի, որ հիմա էլ Facebook-յան գրառումների տեղը ազգային ժողովի ամբիոնից պուպուշ խոսան, հետևորդներս ասեն ապրես լայքեն, դա երկրի համար ցավացողը։ Իմ համար իրապես հայրենիք ու ազգ սիրող մարդ չկա նրանց մեջ, ովքեր գնում են ընտրության։ Ցանկացածին կարամ հիմնավորեմ շատ ավելի խորքային, հոգեբանորեն, փաստացի, բարոյապես, իրավականորեն անգամ։ Դրա համար ժողովուրդը խելամիտ որոշումը կկայացնի այն ժամանակ, երբ ոչ թե գնա ընտրությունների, այլ միանա վերածննդի շարժմանը։ Ես խոսում եմ բաց, ուղիղ, հանրային օրենքի սահմաններով։ Ինչ եք առաջարկում դուք այդ ծրագրով։ Ինչ ծրագրով։ Ինչու միանալ ձեզ։ Ես ասում եմ, որովհետև նախ ուրիշ տեղ չկա միանալու։ Ուրիշ տեղը մենակ ընտրության մասնակցելն է։ Այսինքն կապ չունի դու որպես տեխնացու ես այդ ընտրությանը մասնակցում, թե որպես ընտրազանգված, դու ուզես չուզես, դու մասնակցում ես Նիկոլի կամ համակարգի, Նիկոլը շատ փուճուրիկ է, համակարգի հերթական հաղթանակին։ Իսկ համակարգը բաղկացած է միմիայն հակահայ էլեմենտներից, այսինքն գնալ ընտրության հույսով, որ վաղը, եթե դու նկարիչ ես, բալետի արտիստ ես, ջութակար ես կամ ուրիշ տաղանդավոր մեկը, գրող, ասմունքող, դու կունենաս գնահատանք պետական մակարդակի, կունենաս բարեկեցիկ կյանք, առնվազն մեհամտությունը։ Ես դեռ չեմ ասում անգրագիտություն, տագիտություն, IQ-ի բարձր աստիճանի պակաս եւ այլն։ Զուտ մեհամտությունը, որ ընտրություններով Նիկոլն է երկրի ղեկավար, ես գնում եմ, ընտրեմ, չգիտեմ, այս ինչին, ու ես հույս ունեմ, այս այդ իմ ձենով հարց կլուծվի։ Պարոն Արայան, բայց հետաքրքիր է, որ ձեզ հանրային դաշտում համացանցում ինչքանով որ հետևում եմ, ձեզ կապում է Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչով է դա պայմանավորված։ Դուք առաջարկում եք իշխանափոխության միակ ճանապարհը հեղափոխություն, բայց ձեզ համացանցում կամ հանրային դաշտում փոխկապակցվածություն է տեսնում։ Կապողների դեգեներատ ուղեղի արկայությամբ պայմանավորված ուրիշ ինչով։ Մենակ Նիկոլի չէ, ում հետ ասես կապում են։ Կրեմլի, Քոչարյանի, Նիկոլի, մասոնների, այլ մոլորակայինների, Սիմոն։ Գիտեք ինչ եմ ասում դեգեներատ, որովհետև մենակ դեգեներատը կարող կապի քեզ մեկի հետ, առանց դրա հիմք ունենալու։ Հիմք են վերցրել 18 թվին իմ ու Նիկոլի նկարը, դեգեներատի ուղեղ չի։ Տարածողները մի այսքան են, մի քանի հատիկ։ Իրանք էլ գիտեն ինչ են ասենք այդ տարածողը չի հասկանում, որ լինի 18 թիվն է, այն ոչ պատերազմ էր, ոչ չգիտեմ ինչ էր։ Այդ տարածողն էլ գիտի, ուղղակի միակ բանն է, որ ունեն, բա ինչ անեն։ Ես խոստացել եմ մեր իշխանության ունենալու դեպքում այդ բոլոր դեգեներատների ալիմենտները կվճարվեն։ Իշխանափոխության համար առաջարկում եք հեղափոխություն իրականացնել, երբ եք պատրաստվում այդ հեղափոխության ակտիվ գործընթացները։ Կարծում եմ ամեն դեպքում մինչև ընտրություն հստակ օր չեմ կարող ասեմ, այն մարդիկ ովքեր սպասում են այդ օրվան, ուշով հետևում են, որովհետև կարող է լրիվ պատահական հայտարարվի, պատահական ինչով պայմանավորված, որ մենք ինքներս հասկանանք, որ արդեն ժամանակն է։ Ձեզ միացողներ լինելու են քաղաքական ուժեր, հասարակական դեմքեր, աշխատանքային դեմքեր։ Այս ընթացքում ինչ համագործակցություն եք դուք ունեցել, ինչ քննարկումներ են եղել համագործակցելու համար։
Տեսեք, ձեր նշած մարդկանցից շատերը Լույսի բանակի անունը տալուց, իմ անունը տալուց բախում են նենց, ոնց որ են հոլիվուդյան կինոներում սատանան խաչից։ Իմ համար երբեք չի եղել ինչ-որ դժվարություն կամ անհարմարություն որևէ մեկի անունը տալ ու գովալ, գնահատել, քննադատելուց էլ քննադատել առողջ, դա դժվար չի։ Բայց մարդկանց մոտ շատերը սպասում են մի հատ սենց թերի բան գտնել, արա տեսակ ինչ արեց բան։ Մնացածները չեն կարում, լեզուները չի ֆորում ասել, օրինակ ես ինչ բանը Լույսի բանակը արեց, մերսի։ Իդեպ ձեր համագործակցությունը չստացվեց ազգային ժողովրդավարական ԲՎ ՀԺԲ-ի հետ, ինչու չստացվեց։ Ազգային ժողովրդական բանկոմատ։ Ձեզ են մեղադրում, դուք իրենց եք մեղադրում, երկարծես թե ընդհանրապես միակ։ Իրանք ինձ չեն մեղադրում, իրանք քիքիրի պես կպնեն շորերիցս։ Նայեք ինչ շոր է հագնում։ Դա նորմալ է։ Ես փաստերով իշքա դնում եմ դեմները ով են իրանք։ Իրանց կոմունալի համար փող մուրող, որ ասում է կոմունալի համար փող տվեք, դրանց են բանել նստել ասում է արդեն $8500 հավաքվեց մեր կոմունալի համար, դա նշանակում է, որ եռաբլուրի տղեկը իզուր չեն զոհվե։ Ոնց չքրվես։ Հարց։ Էդ ազգայնական ուժ կամ տեսանյութ անգամ եթե իրանք ջնջեն, իմ մոտ կա ցանկացած պահի հենց այդ խոսքը, որ իրանց կոմունալի համար այդքան հավաքվել է, ուրեմն եռաբլուրի տղա անասուն չէ կարա։ Քանի կան մարդիկ, ովքեր 1.5 օրվա ընթացքում մարձագանքելով մեր կոչին, մեր խնդրանքին, աջակցում են, որպեսզի մենք կարողանանք $12000-ից 8000 արդեն 600-ից ավելի հավաքել, ապա սա ցույց է տալիս, որ մենք ունենալու ենք իրապես ազատագրված հայրենիք, հենց այս դրամահավաքն ցույց տվեց, որ մենք գնում ենք առաջ, եւ մեր այն 5000-ից ավելի նահատակների այժմ որ թափվել է մեր հայոց հողի վրա, դա ուղղակի չի կարող հենց այնպես անցնել ու գնալ։ Այսինքն այդ է մեր ազգայնական ուժը։ Եռաբլուրի տղեկը անունը շարքի, որ կոմունալի փող մուրա, այդ դա հələ մի դեպքն է։ Մնացածները ամեն ինչ բազմիցս ու հանգամանալից ասվել է իրանց մասին, ով են, ինչ են, ինչի մասին։ Իրանք ուղղակի սենց դրված են, որ ազգանական դաշտը գրավեն իբր իրանք են։ Դա էլ է մի մեխանիզմ բանացնելու իրականության մեջ, բացի Քոչարյան Սերժունիկով, որ կոնկրետ, տեսեք, փաստ օրինակ, վերածննդի շարժումը մի քիչ այն կողմ մնա, որ մարդիկ չհասկանան, որ կողմ գնան, լիքը ազգայնական ուժեր կա, լիքը չեն։ Ով ասել լիքն են։ Պարոն Արայան, վերջում կխնդրեմ անդրադառնալ Տիգրանակաբերդի թեմային, որը կարծես թե արդեն հնացած է, բայց ձեզ սկսեցին առավել շատ թիրախավորել, վիրավորել եւ ոչ միայն ձեզ, որ կեղծ էին նրանց պաշտպանությունները, որ Տիգրանակաբերդը եկել էին պաշտպանելու, բարձրաձայնում էին, որ Տիգրանակաբերդը քանդում են, ինչ փուլում է հիմա։ Ինչն էր կեղծ։ Տիգրանակաբերդը փնթի աշխատանքով սկսած վերանորոգման անվտանգ մեծ գործ էր, որի ամբողջ այդ բանը պահանջեցինք ԿԳՄՍ-ից ու մեզ եկավ նախագիծ, որ պետք է հավասարացվի հողին լրիվ նախագիծը այդ վերանորոգման նախագիծը անգամ տրակտորների մագնիշները նկարներով դրած, որ տեխնիկայով ինչը պետք է քանդեն այն երկար ճանապարհը որ գնում եք մինչև հուշահամալիրը այդ լրիվ պետք է հող դառնար իբր որ զրոյ չգիտեմ ինչ էին նահատակ պիտի քանդվեր որ բացվելու համար ու ահագին մարդ մեկը լացելով մեկը կոչերով մեկը խրոխտ ձենով ասում էր պետք է դադարեցվի մեր միջամտությունը այդ որ ասում են կեղծ էր եթե մեր միջամտությունը չլներ այս 3 մույթերով դա չէր ավարտվի բոլոր մույթերը քանդվելու են լրիվ քանդվելու էր ու ապրիլի 24-ին այս եկող հաստատ ոչ ես ոչ դուք չենք կարող գնայինք Ծիծեռնակաբերդ ու մեր միջամտությունը ու այո ես պետք է շեշտեմ մենակ մեր միջամտությունը որովհետև դրանից առաջ էլ եմ ասում լիքը մարդ չէին կարող ոչ մի բան անել մենք մի օրում եկանք պայմանավորվածության մի ժամում որ պետք է հենց այդտեղ դադարեցվի ու պետք է վերականգնվի այդ 3-ը դեռ բերվի իր նորմալ հին տեսքի որակի որ ապրիլի 24-ին մարդիկ կարողանան այցելել Ծիծեռնակաբերդ իսկ այդ ամենը անելուց հետո արդեն գնալու են դատական process-ներ դա եւս մեր նախաձեռնությամբ որովհետեւ Ժաննան պետք է պատասխան տա իր այս սկսած վանդալիզմի համար որը հիմա արդեն
վերածվել է վերանորոգման։ Մեր շնորհիվ, նորից եմ ասում։ Ու ասել կեղծ պաշտպանություն, ի՞նչն է կեղծ։ Փաստը, հո փաստը։ Տեսել եք 4-րդ մույթին անցնեն, չէ։ 3-ով սահմանափակվեցին։ Կեղծը ո՞րն է դրա։ Ինչի 3-ով սահմանափակվեցին, որովհետև մենք միջամտեցին։ Ու սենց լիքը բան դրա կեղծը ո՞րն է։ Այսինքն այդ որ ասում է կեղծ պաշտպանությունը, որ ինչ-որ մի բանում մեղադրում է, այն նույն ինձ Նիկոլիկա Մյուսի հետ կապող դեգեներատների պես դեգեներատ է, ուրիշ ինչ ասեմ։ Ու անգամ այս հարցում են որոշները վախում մեր անունը տան, որ այո, իրանք արեցին։ Վերջապես այս հարցը Ծիծեռնակաբերդի համայն հայության սրբության սրբոց հարցն է։ Դուք մեր նայեք ամեն անդրադարձս այս հարցին, քանի դիտում ունի։ Մարդիկ չեն էլ նայում, հետաքրքիր չի։ Ես չգիտեմ ինչ է մեզ հետաքրքրում։ Չկա որ ասեն ապրեք, չկա որ ասեն թեկուզ այս ինչ բանը մի քիչ թեք եք անում, եկեք ուղիղը խորհրդի կարգով նայում են բոլորը։ Ու երբ որ դու անում ես, դե պետք է անես, բա ինչ պետք է անես։ Կա մեղադրելու բան, եկեք ասենք կեղծ է բան, կպնենք, կոտրենք, մենք կոտրվող չենք։ Այդ որ փորձում է գլխով խփի կոտրի, գլուխն է ջարդվելու։ Ես անում եմ իմ արյան պարտքի առաջ, ոչ թե որ ինձ ասեն մերսի։ Բայց փաստը տհաճ է, երբ որ ոնց որ ոչ մեկ չի նկատում, դա տենց էլ պետք է լիներ։ Ուր են անդիմադիրները, ինչի մի հատ չարձագանքեցին, ինչի չխառնվեցին, կամ ինչի արդյունք չգրանցեցին։ Ոնց է որ մեր մոտ ստացվում է, իրանց մոտ չէ, բայց մենք կեղծ ենք, որտեղ է գրվում։ Դրա ճիշտը ո՞րն է։ Կրկին շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ մեր զրուցակիցը Լույսի բանակ ռազմահայրենասիրական կազմակերպության հիմնադիր նախագահ Կարեն Արայանն էր։